Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ դերասան Հրանտ Թոխածյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջացրել է բուժման կուրսը և վերադարձել է հայրենիք։ Դրանից հետո նրա կինը Լուիզա Ներսիսյանը հասցրել է հանդես գալ ամուսնու առողջականի մասին հայտարարությամբ, ընդգծելով, որ ամեն ինչ անցյալում է։ Արդեն հիմա Լուիզան ինստագրամյան իր էջի սթորի բաժնում Հրանտ Թոխածյանի հետ համատեղ տեսանյութ էր հրապարակել, ցույց տալով, որ իրենց հրավիրել են մի միջոցառման։ Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը այն հայհայտիներից է, ում այս տարիների ընթացքում վերագրվել են ամենատարբեր տեսակի միջամտություններ ու վիրահատություններ։ Լուիզան, սակայն, հարցեր կան հարցեր հաղորդման ընթացքում խոսել էր այդ թեմայի մասին ու նշել. «Դիմել եմ միայն մեկ պլաստիկ վիրահատության, քիթս եմ վիրահատել մեզ մոտ Հայաստանում։ Մեր մասնագետներին վստահում եմ, կոսմետիկ միջամտություն անելը վիրահատություն չէ, բայց միշտ վերագրում են վիրահատության։ Մաշկի խնամքի տարբեր ձևեր կան, որոնք առանց դանակի տակ մտնելու ճիշտ շտկումներ են անում։ Հիալուրոնաթթու ներարկում են մաշկի մեջ, որը մաշկին ձգվածություն է տալիս։ Ի դեպ, տղամարդիկ էլ են անում, տարիքի հետ քեզ պետք է թարմացնես։ Տարին 1 կամ 2 անգամ արվում է այդ պրոցեսը։ Իրականում մարդիկ որքան որ մտածում են իմ մասին, ես այդքան չեմ հետևում ինձ։ Կուզեի իհարկե այդքան շատ ժամանակ տրամադրեի ու կարողանայի մանրակրկիտ ինձնով զբաղվել։ Ես կարողանում եմ պահի տակ կողմնորոշվել, հրաշքներ գործել ու լավ տեսք ունենալ։ Ամբողջ օրը դրանով չեմ զբաղվում։ Իմ մասնագիտության թերություններից է, որ անկախ իմ կամքից սկսում եմ արագ ապրել, արագ շպարվում եմ, արագ պատրաստվում եմ։ Կես ժամում կարող եմ պատրաստվել եւ տանից դուրս գալ, բայց օրեր են լինում, որ ողջ օրն անցկացնում եմ գեղեցկության սրահում», պատմել է դերասանուհին։ Նշենք նաև, որ տևական ժամանակ լուրեր էին պտտվում, որ Լուիզա Ներսիսյանն ու Հրանտ Թոխածյանը ամուսնալուծվել են, ու իր հարցազրույցներից մեկի ընթացքում Լուիզան անդրադարձել էր նաև այդ թեմային։ Դրա մասին խոսել էր նաև նրանց դուստրը՝ Լիլիթը։ Իհարկե սկզբում անսովոր էր, նեղվում էի ու ասում՝ ախր ոնց, աշխարհի ամենահամերաշխ ընտանիքն ունեմ, հիմա չեմ էլ կարդում, ոչ էլ ուշադրություն եմ դարձնում։ Իսկ ահա Լուիզան նույն թեմային անդրադառնալով նշել էր, որ սոցիալական էջերում համատեղ լուսանկարներ չունեն, քանի որ Հրանտ Թոխածյանը չի համաձայնում լուսանկարներ եւ միայն շատ տարիներ առաջ են համատեղ նկարվել, իսկ ահա բաժանման լուրերի մասին խոսելիս նշել էր. «Արդեն սովորել եմ այդ լուրերին ու մեզ բացարձակ չի հետաքրքրում, հանրային մարդը պետք է սովոր լինի նման խոսակցություններին, պարզապես մարդկանց թեմա է պետք, որպեսզի լցնեն իրենց կյանքը։ Ես երբեք չեմ նյարդայնացել հանդիսատեսի ավելորդ ուշադրությունից, երբեք չի եղել, որ կապիշոն հագնեմ, որ հանկարծ ինձ չճանաչեն, նմանատիպ բաներն ինձ համար չեն, մարդասեր եմ ու ինձ հաճելի է բոլոր տեսակի ու ժանրի մարդկանց հետ առնչվել։ Միակ բարդությունն այն է, որ Հրանտ Թոխածյանը նկարվել չի սիրում, բայց քանի որ ինքն էլ մարդասեր է, երկրպագուները երբեք չեն զգա, որ նկարվել չի սիրում»։ Լուիզան նշել էր, որ ինքը Հրանտին կարողանում է գոհացնել. «Իմպրովիզներն անպակաս են, բայց որ ասեմ տնային տնտեսուհու կերպարի մեջ եմ մտնում, չի ստացվում, բայց համեղ եմ պատրաստում ու աման լվանալու վատ մոլուցք ունեմ»։ Իսկ ահա խոսելով դստեր Լիլիթի հետ հարաբերությունների մասին եւ մայր դուստր մոդելի մասին, Լուիզան նշել էր. «Շատ հարցերում համակարծիք ենք առօրյայից մինչեւ ստեղծագործական, քանի որ միշտ միասին ենք, նույն թեմայի մեջ ենք, իսկ բախումներ լինում են այն ժամանակ, երբ հայացքներն այլ են լինում։ Եթե միասին փորձում ենք բարի ու լավ բան անել, տարաձայնություններ չեն լինում են առողջ բանավեճեր»։ Գուցե զարմանալի թվա, բայց Լիլիթը կարողանում է իրեն կողքից դիտարկել։ Ենթադրենք ինչ-որ քայլ արեց, որը թինեյջերական դրսևորում էր։ Միանգամից կողքից իրեն նայում ու ասում է. «Լսիր, ոնց որ են թինեյջերներից լինեն, որ փակվում են սենյակում ու ասում իրենց չխանգարեն»։ Նա կարողանում է առողջ դատել ու հասկանալ, ինչ է կատարվում։ Գուցե պատճառը նա է, որ 3 սերունդ կա տանը։ Պատճառը նաև թերևս դերասանական միջավայրում լինելն է, որտեղ հոգեբանական վերլուծությունները շատ են։ Քննարկում ենք, թե ինչն է կերպարին դրդել այդ քայլին։ Հետևաբար նման վերլուծությունները հնարավորություն են տալիս իր եսը վերլուծել։ Լուիզայի եւ Հրանտ Թոխածյանի միջև 19 տարվա տարիքային տարբերություն կա եւ անդրադառնալով այն հարցին, որ ինքը ավելի ակտիվ է եւ չի նեղվում Հրանտի պասիվությունից, Լուիզան ընդգծել էր. «Չէի ասի պասիվ է, շատ դեպքերում ինքն է ավելի ակտիվ, տարիքային տարբերությունը երբեք չենք զգացել, իսկ ինձ համար կարևոր է ներդաշնակությունը, երկար տարիներ միասին ապրելով արդեն կարողանում ես հասկանալ դիմացինդ ինչով ու ինչպես է շնչում»։
Դե եթե իմ հետ ամուսնացավ, ես էլ իր հետ ամուսնացա, իսկ իրականում լինել այս ասպարեզում ու չլինել տեսակով վատ իմաստով դերասան, այլ լինել տղամարդ դժվար է գտնել։ Դերասանները մի վատ հատկանիշ ունեն՝ նարցիսիզմ, որն ավելի կանացի դրսևորում է, այ դրանից Սրանտը ձերբազատված էր։ Ընտրելով այս ճանապարհն ինձ համար կարևոր էր, որ կողակիցս հասկանար, ինչ է թատրոնն ու իր դրսևորումներում ստեղծագործող լիներ առօրյան ճիշտ կառուցելու համար։ Իհարկե կենցաղային բախումներ լինում են, բայց դրանք անցողիկ հիմար բաներ են, որոնց վրա չի կարելի անգամ ժամանակ ծախսել։ Պետք է պարզապես կյանքը սիրել ու կյանքի ամեն մի վայրկյանը գնահատել, փորձելով առավելագույն դրական հույզեր տալ։ Անկեղծ որպես դերասանուհի ուզում եմ էքսպերիմենտներ անել, բայց չես կարող մեղադրել ռեժիսորներին։ Մեր դաշտը հագեցած չէ նոր ֆիլմերով, նոր նախագծեր քիչ են լինում։ Դրա համար, երբ ինչ-որ նախաձեռնություն է լինում, միանգամից մտածում են ինչն էր ստացված, քանի որ պրոդյուսերները ձախողում չեն հանդուրժում։ Հիմա որոշել եմ իմ տեղում լինել ու փորձել իմ աշխատանքում անել առավելագույնը։ Երբ մեր կարողություններից դուրս այլ պլաններ ենք ունենում, օրինակ փորձում ենք ազգը փրկել, այդ ժամանակ ձախողում ենք։ Փորձում եմ փոքրիկ բաներով ինձ ուրախացնել։ Տխրությունը գրավիչ է, այդպես քեզ մատնում ես պարապության թևաթափ ես լինում։ Դու կարող ես ուղղակի նստել, սգալ ու կգան մարդիկ, որոնք կյանքը սիրում են ու քեզ կհանեն քո տեղից։ Պետք է կարողանալ պայքարել, հաղթել ու լույս սփռել, նշել էր դերասանուհին։ Արծաթել կար, այս ու ինչը դրեցի չէ՞։ Որը բարի օր բոլորին։ Այդ փայլը մենակ տակը դրեցի։ Վերևը որ սեն շատ սիրուն է լուսավոր։ Ես ուզում եմ դեմ ուրիշ բան լինել։ Ինչ է խոսք գրել։ Ու քեզ Հիմա ինչ ես խոսում։ Եվ կվերջացնեք։ Через 5 минут, 5 րոպե։ Սպասում եմ, բարև ձեզ։ Սպասելու ընթացքում ասեցի լայվ մտնեմ, որտեղ հոգնում եմ, էլի սպասելուց։ Դուք էլ իմ հետ սպասեք գոնե։ Եվ կվերջացնեք։ 5 րոպեի։ 5 րոպեից, ասում են արդեն 15 րոպե առաջ վանից։ Բարի օր բոլորին։ Շնորհակալություն հեռախոսների ներողում։ Շնորհակալություն։ Գեղեցիկ էքը քյով է գրվում, էլի գյով գրում եք ուրիշ բան է հասկացվում, փոխեք։ Մերսի։ Beauty Fabric-ում եմ, վերջացրել են մեյքափին, շատ վաղուց, բայց չգիտես ինչի ես դեռ այստեղ եմ։ Ասեմ ով արել մեյքափը, մի րոպե մի հատ ցույց տամ, էլի։ Այս հրաշք անձնավորությունը։ Էսի։ Ay, լավն է, չէ՞։ Մեյքափ սեդուրն անում մեյքափը, այ նկարարումից մի անգամից եկել ենք, բարև ձեզ։ Լույսա Ներսիսյանը, Տերեզա Մարմինասյանը, Արմինեն, Բիկան, Բիկան, Իրինան, Լույսա Ներսիսյանը, Ինձ երկու անգամ ես ասել։ Շատ շնորհակալ եմ, որ իմ 10 տարվա դուք եղել եք իմ կողքին։ Ես շատ սիրուն կադր եմ բռնացրել, գիտես չէ։ Դուք զգում եք, որ տաս երեքում ենք, պրոստը կանգնած ենք ու չենք շարժվում։ Արդեն 10 րոպե կանգնած ենք 13-րդ հարկում։ Խմածում եմ։ Մեզ շատ լավ ենք զգում։ Ավարտվեց երեկոն, բայց մեր երեկոն դեռ չի ավարտվել։ Մերը շարունակում է մի քանի լոքեյշնով։ Հետևեք մեզ։ Ու կիմանաք։ Սա էր խոստացած հրապարակը։ Սա էր խոստացած պտույտը։ Պտտվի կանջատես, որ չիմանան ուր ենք գնում։ Վերջապես հասանք։ Էվա, ծնունդդ շնորհավոր։ Bakalım.
Կարճ էր, բայց հասցրեցինք վայելել մթնոլորտը, իսկ հիմա շարժվում ենք առաջ մեր գործերով։ Դուք կապշեք, եթե իմանաք թե ուր, այ իրոք կապշեք, որ այս ժամին մենք ուր ենք գնում։ Հասանք, վերջապես հասանք։ Իսկ ուր, իհարկե նկարահանման, ուր պիտի մենք գնանք։ Այդ ուր պիտի գնանք։ Ահա այստեղ են շատ սիրելիները։ Ձեզ ենք սպասում, ժողովուրդ ուր եք, մենք սիրում ենք ձեզ։ Gözün el proyekt չկանչեք ուշանում։ Վերջ։ Երկար ու արդյունավետ օրը կարող ենք համարել փակված։ Բարի գիշեր բոլորին, ուսամ Ժաննան էլ արդեն հասել տուն։ Մինչ վաղը։ Երկու տարբերակ կա։ Մեկը այստեղ թռնում ենք։ Երկրորդը աստիճաններով կամված իջնում ենք, տխուր գնում ենք։ Հիմա որ մեկը։ Մենք ընտրեցինք երրորդ տարբերակը։ Լիլիթին թողնում եմ այստեղ, ես գնում եմ փողը բերում եմ։ Այնտեղ երրորդ տարբերակը։ Ընտրեցինք երրորդ տարբերակը։